եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Հրեշտակը սավ գիներուն, դուք մի վախնակ, գիտեմ եկած եք խաչված Հիսուսը պնդրելու, սակայն հոս չէ, որովհետև հարություն արավ, ինչպես ըսած էր ցեզի։ Այս նախատասությամբ Մատթեոս ավետարանիչ իր 28-րդ գլխում մեջ գեզրափակե եւ գփոխանցե այն ավետիսը, բարի լուրը վախծող առաքյալներուն եւ այն գիներուն, որոնք հետեված էին Հիսուսի։ Արտարև սիրելի հավատացյալներ, երբ մենք ավակ շաբթվա վերջին օրվա մեջ գտնվինք, հարկ է որ հետադարձ ագնարկ մնետենք, թե ինչ մատահեցավ եւ ինչ դժվարություններ անցավ մեր Տեր Հիսուս Քրիստոս եւ հասավ այսօրվա լուսաշող այն առավոտին, ուր հրեշտակը պիտի ավետեր այն գիներուն եւ առաքյալներուն, որոնք վախեն ու սարսափեն հավաքված էին վերնադան մեջ եւ ինքզինքնին ամփոփած մեկտեղ թուրբադու հանգոցած եւ գսպասեին։ Թաղման արարողությունը գադարել է այդ Հիսուսի ավետարանիչը մեզի հոն նախատասությունն գփոխանցե, որ բանալի նախատասությունն է գարկմը իրականություններ բարձելու համար։ Գսե թաղեցին Հիսուսը եւ ըստ իրենց օրենքին շաբաթ օր կացին հանդարտեցան։ Այո, շաբաթ օր հանդարտությունը գդիրեր Երուսաղեմի մեջ, երբ հինգշաբթի եւ ուրբաթ օր այնքան ժողովուրդ համախմբված իխաչ հանդա տադեին, տադաբարդվեին Հիսուսը եւ մարդկային բնաստի մոլուցկը իր կակատնագետին հասած էր։ Եվ Հիսուս այդ մոլուցկին մեջ հանդարտ էր նույնիսկ խաչին վրա, թեև հոգեպես երբեմն գդակնաբեր հայր վերացուր այս բաժակը ինձ մե, բայց ինչպես որ տուն գուզես կուգամքիդ համացայն։ Եվ վերջապես այդ հանդարտության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս գներե զինք չարչարողներուն, թադողներուն, խաչ հանողներուն, ըսելով դեր ները ասոնց, որովհետև չեն գիտեր թե ինչ կնեն։ Այդ հանդարտությունը շաբաթ ամբողջ օրը Հիսուսի հագարագործները, Հիսուսի հետևորդները, առաքյալները հանդարտության մեջ գաբրեին, սակայն գիրագի լուսարավոտ լուսապացին այդ հանդարտությունը վերջ կգտնե։ Այս անգամ կսկսի հետաքրքրությունը, թե ինչ եղավ այն Հիսուսին, որ 3 տարիներ իրենց հետ գաբրեր, գբժշկեր, գաղոթեր, գթարմաներ, մարդոց բարիքները գհետաբնտեր, գույրերուն աչքերը գպանար, գաղերը գկալեին, մերելները հարություն գարնեին։ Այդ հետաքրքրությունը պատճառ դարձավ, որ առավոտ գանուխ լուսապացին գիներ այս անգամ իրենք սկսան քաչալերել առաքյալներուն, թե երթանք նայինք, թե ինչ եղավ, թե ինչ մտահեցավ։ Այս անգամ առաքյալները գիներու առաջնորդությամբ գերտան թևի գերեզման եւ հանգարց ինչ տեսնեն այն խոշոր քարը, որ դաստիակ մարդոց գողմե որպես գապարիչ տրված էր Քրիստոսի գերեզմանին մեկ կողմ թավալած էր։
եւ հոն հարյուրապետ նգար Ղունգյանոս անունով, որ Քրիստոսի խաչին դիմաց կեցած էր եւ ոստուկելու համար թե Քրիստոս մեռավ իր քեղարտովը Հիսուսի գողը մխրջած էր at հարյուրապետը գվգայե ինք եւ գսե գիրագի արավոտյան լուսապացին հանգարց երկրաշարժ մտեղի ունեցավ երկինքեն հրեշտակը իջավ եւ մեկ հարվածով այդ կարը թավալեցույց եւ մեկ կողմ դարավ գսե եւ քերեզմանի մեջ են մենք տեսանք այն անձը որ երկու օրեր առաջ խաչած էինք երկու օրեր առաջ թաղած էինք եւ հավասիկ երրորդ օրը այդ անձը հարություն գարնե քերեզմանեն եւ գմեգնի ու գերտա այդ դեսարանին թիմաց այդ օր Ղունգյանոս հարյուրապետը իր հոգեգան հրաշքը դեղի կունենա գայլափոխվի այդ հագարագորտը գտարնա քրիստոնյա գտարնա սուրբ մեր եկեղեցվո գողմե դոնելի սուրբ հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբթվա մեջ օրը եթե մենք օրացույցները կամ դոնացույցները բանանք հոմ պիտի տեսնենք հիշված է հետևյալ անունները Ղունգյանոս հարյուրապետը գսե որ Քրիստոսի գողը մխրջեց իր քեղարտով եւ գսե Ղազարոսը որ բարեկամ էր Հիսուսի Աստվածահայր Հովսեփը եւ այս բոլորի հետ միասին գդոնախմբվին այն 4 հերոսները որոնց կյանքի մեջ Քրիստոսի գողմե հրաշք մտեղի ունենա եւ այս հագարագորտները գտարնան Քրիստոսի հետևորդներ եւ at Ղունգյանոս հարյուրապետը քրիստոնյա մգրդվելով քարոզիչ կդառնա եւ գերտա Քրիստոսի մասին խոսելու եւ գսե ես էի այն զինվորը որ Քրիստոսի գողը մխրջեցի քեղարտը եւ ուզեցի զինք սպանել եկած եմ վգայելու որ թե մարդկային մոլուցքը մարդկային բնաստը ուզեց սպանել Քրիստոսը եւ վերջ տալ անոր կյանքին սակայն եկած եմ ցեզի ասելու որ մենք մեր մարդկային կարողություններով չգրցանք Աստուծո թեմ տնել եւ հավասիկ եկած եմ ցեզի կարոզելու որ Քրիստոս իսկապես հարություն արավ իմ աչքերուս արջև եւ այսպեսով գիները գուկան քերեզման եւ հոնգ դեստեն որ քերեզմանի մեջ երկու հրեշտակներ նստած էին հրեշտակները գավեդեն իրենց կսեն մի վախնակ որովհետև խաչված Հիսուսը հոս չէ այլ հարություն արավ եւ իսկույն դուրս գելեն քերեզմանեն եւ գերտան ամբողջ մարդկության գավեդեն թե Քրիստոս հարություն արավ եւ ավետարանի մեջ արձանագրված է որ գիները եղան առաջին լուրը դվողը Քրիստոսի հարության եւ դարածեցին Քրիստոսի հարության լուրը եւ հարության գաղափարը եւ Ղունգյանոս զինվորը գսե հարյուրապետը գսե կացինք կահանայապետներու նսելու համար թե հարություն արավ կահանայապետները գսե մեզ փորձեցին գաշարել դրամ դվին եւ ասին որ լուր գեցեք ոյ մեկուն չսեք թե Քրիստոս հարություն արավ բայց Ղունգյանոս գսե ես at կումարը արի եւ կահանայապետին երեսին նետեցի ասելով ես իմ աչքերովս տեսած ճշմարտություններս չեմ թավաջաներ չեմ ուրանար որովհետև ես իմ աչքերովս տեսա եւ առաքյալներն ու գիները գվերադառնան դեպի վերնադուն
գավեդեն Քրիստոսի հարությունը եւ գսեն Քրիստոս մերելդերեն հարություն արավ եւ գդարածվի այս լուրը։ Եվ այսօր մենք ավակ շաբթվա վերջին օրը համախմբված մեր մայրենի եկեղեցու գամարներուն ներքև մենք եւս կխոստվանենք, մենք եւս կհավատանք, մենք եւս կհաստատենք, որ Տերը հարություն արավ եւ Պողոս Արաքյալ շատ գեղեցկորեն իր նամակներուն մեջ գհիշեցնե համայն մարդկության, թե Տերը հարություն արավ։ Եթե Տերը հարություն արած չլար, ընդ ունայն էր մեր հավատքը, մեր եկեղեցի կալը եւ մենք այսօր համախմբված չէինք լար եւ գոյություն չէինք ունենալ։ Հետևաբար, սիրելի հավատացյալներ, բանանք մեր սրտերը եւ թիմավորենք Տիրոջ հարությունը, որբեսի մենք եւս այդ հարության ժառանգորդները օրվա արժանի դառնանք հոգիով եւ սրտով հարություն առնելու եւ Տիրոջ աջ կողմը նստելու։ Դեր օրհնեցես հիմա Հավիդյանս Հավիդենից ամեն։